Ինչ է deepfake-ը, ինչպես ստուգել փաստերը, ինչպես ընտրել հուսալի գաղտնաբար ու ինչպես պաշտպանել սեփական կիբերտունը։ Այս եւ այլ հարցերի է անդրադառնում կիբերանվտանգության իրազեկման արշավը, որն արդեն մեկնարկել է։ Խոսեցինք կիբերբուլինգի մասին, շատ հետաքրքիր էր, ինձ դուր եկավ։ Սովորեցինք, թե ինչպես պահպանել գաղտնաբառերը, որպեսզի կարողանանք հանցագործներից պաշտպանվել։ Պետք է երկրորդ կոդ դնես, որ հանկարծ չկարողանանք գովանալ։ Եթե երկրորդ կոդ չես դնում, շատ հեշտ է գովանալ։ Ինչ որ կոդեր դնելու ժամանակ չի կարելի օգտագործել մեր անունը, ինչ որ մեր անձնական տվյալներից ինչ որ բան։ Սովորել եմ ինչպես ճիշտ գաղտնաբառեր գրել, ապահով, որ հակերները չկարողանան գուշակել այդ։ Հասկացա, որ այնպես պետք է անենք, որ հակերները մեր սենց ասած չկարողանան ջարդել մեր էջը, պետք է միշտ ապահով լինել եւ կարդալ ամեն մի ծրագրի այդ իր գնահատականներն էլի, որ ինքը լավ ծրագիր է, թե վատ ծրագիր է։ Ես սովորեցի, որ մենք իվտեր մեր համացանցի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության արշավի ընթացքում ավելի քան 1.5 ժամ բանախոսները ներկայացրին կիբերանվտանգությանը վերաբերող նյութերը, լսեցին երեխաների կարծիքներն ու հարցերը։ Խոսել ենք նաեւ այն մասին, թե ինչպես պետք է ինչ վարքագիծ պետք է դրսևորել եւ ինչ գործողություններ պետք է անել կիբերհարձակումների ենթարկվելու պարագայում կամ կիբերբուլինգի զոհ դառնալու պարագայում ինչ գործողություններ եւ քայլեր պետք է անեն թե աշակերտները, երեխաները, թե ծնողները։ Նախարարը շարունակում է արշավի առանցքում այն գաղափարն է, որ անհատներն են իրենց թվային տիրույթի տերն ու հիմնական պահապանը։ Իրենց տան օրինակով ենք փորձում ցույց տալ, թե թվային տանը կամ on-line տիրույթում, որոնք իրենք օգտագործում են, ինչ մոտեցումներ պետք է ցուցաբերեն այդ տունը ապահով անվտանգ պահելու եւ թույլ չտալու, որպեսզի չարամիտ մարդիկ կամ կիբերհանցագործները մուտք գործեն եւ վնասեն նրանց։ Չնայած արշավը նաև ծնողների ու ուսուցիչների համար է, բայց երեխաների թիվն ու ակտիվությունը ավելի մեծ է։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, երեխաներին կրթելը կարևոր է, հատկապես հաշվի առնելով, որ նրանց շատ են թիրախավորում։ Իրանք ամենտեղ քիթը խոթում են, հետաքրքրված են, դա լավ հատկություն է, բայց դա նաև վտանգների բուն է ու եթե երեխաներին չսովորացնենք նույնն ալնելը, ոնց որ տանես ծով, գցես ջուրը, ասես հետո մի շաբաթ հետո լողալը կսովորացնենք։ Արշավի մեկնարկը տրված է Լոռիում։ Նախարարն էլ ընդգծում է, այն շարունակվելու է ու ընդգրկելու է ամբողջ հանրապետությունը։ Էմմա Վարդանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։